մեր ուսանողական ու երիտասարդական միությունները կուսակցության համար դարբնոց են, որտեղ այս բոլոր փուլերով անցնելուց հետո կուսակցական դաստիարակություն ստանալուց, մասնագիտական կարողություններ ձեռք բերելուց հետո լայն հնարավորություն է ստեղծում նաև երիտասարդությանը ներգրավել կուսակցության մեջ պատասխանատու դիրքեր զբաղեցնել եւ նաեւ անմիջական մասնակից դառնալ կուսակցության քաղաքականության մշակման ու իրականացման։ Եթե դուք նայեք Հայաստանում միակ կուսակցությունը, որի ղեկավարությունը փոփոխության է ենթարկվում, նրանց կենթանության օրոք դա Դաշնակցությունն է։ Եթե նայեք ուշադիր, այս ողբերգությունը քաղաքական դաշտի համար, բայց Հայաստանում նորանկախ պատմության 35 տարիների ընթացքում բոլոր քաղաքական ուժերը, որ հիմնադրվել են ինչ-որ մարդկանց կողմից, իրենց կենթանության օրոք այդ կուսակցության ղեկավարության մեջ փոփոխություն չի եղել։ Այս իրականում քաղաքական դաշտի համար մի ծայրահեղ բան է, որովհետև Հայաստանում կուսակցությունները ստեղծվում են հաճախ անձերի շուրջ, անձերի համար, անձերի ծրագրերով ու երբեմն նաև սպասարկում այդ խմբին։ Այս իմաստով Դաշնակցությունը Հայաստանում բացառիկ քաղաքական կազմակերպություն է, որ մշտապես տեղի է ունենում սերնդափոխություն, իր նաև այս երկարակեցության ու դիմացկունության աղբյուրը նաև դա, որ մշտապես ինքը տեղի է ունենում սերնդափոխություն ու կուսակցությունը մեկ անձի շուրջ կամ մեկ անձի համար ստեղծված կազմակերպություն չի։ Դուք հավանաբար լսել եք նաև Դաշնակցության կազմակերպական ձևի մասին, որ ինքը ունի կոլեգիալ ղեկավար մարմին, անհատները անշուշտ մեծ դեր ու նշանակություն ունեցել են եւ ունեն, բայց ամեն դեպքում կուսակցությունը ինքը համակարգ է, որ 135 տարի կարողացել է գործել եւ գոյություն ունենալ։ Այս իմաստով ինքը բացառիկ։ Ու եթե դուք նայեք այսօրվա կուսակցության ղեկավարությունը, կտեսնեք եւ խորհրդարանում, եւ գերագույն մարմնում, եւ բյուրոյի անդամներ ունենք, ովքեր տարիներ առաջ եղել են ուսանողական կամ երիտասարդական միության անդամներ։ Այս իմաստով շատ կարեւոր է մենք առաջնահերթ նշանակություն ենք տալիս մեր ուսանողական երիտասարդական միություններին եւ ազատ հնարավորություն դրսեւորվելու, ցույց տալու, որ իրանք ի վիճակի են զբաղեցնել նաեւ պատասխանատու դիրքեր կազմակերպության մեջ ու մասնակից լինել կուսակցության քաղաքականության անմիջական իրականացման։